այս երկու կարևորագույն ռազմաճակատներում Մերձավոր Արևելք եւ ուկրաինական ճակատ իրադարձությունները շատ սրընթաց կերպով են զարգանում եւ հետաքրքիրն այն է, որ իրավամբ այլևս ֆիքսվեց, որ անկորիջում այդ պայմանավորվածությունը, ինչպես նշեցինք, գրվեցին սառույցին եւ հիմա հարց է առաջանում, արդյոք Միացյալ Նահանգները ուղղակի մոլորեցրեցին Ռուսաստանին ըստ, որովհետեւ այսինքն նկատի ունես այն ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որ հետո կյանքի չկոչվեն, այո, կյանքի չկոչվեն, որովհետեւ մենք տեսանք, որ անգամ այդ պայմանավորվածություններից հետո Միացյալ Նահանգները շարունակեց ռազմավետեղեկությունների տրամադրումը ուկրաինական կողմին եւ մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ երջուկս այդ խոսքերին, որ ուկրաինական կողմին մատակարարումներ չեն լինելու, բայց գոնե Patriot համակարգերը շարունակում են մատակարարվել ուկրաինական կողմին։ Եվ այսպես հարց է առաջանում, այնուամենայնիվ Դոնալդ Թրամփը ինչ է ուզում, որն է նրա ռազմավարական նպատակը։ Եթե մենք ֆիքսում ենք, որ ռուսական կողմի այդ պայմանավորվածությունները իչք են դառնում, ապա դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին ել ավելի է մղում Չինաստանի գիրկը, այսպես ասած, որը որ նրա շահերից չի բխում։ Ուրեմն Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի համար իրոք ես գնահատում եմ այդպես, իրոք առաջնահերթ էր Ուկրաինային պատերազմ կանգնեցնելը։ Ինչու՞։ Որտեվ ինքը իր համար ռազմավարական ստրատեգիական այլ խնդիրներ էր, որպես կարևորություն դրել, դա Ուկրաինային պատերազմ շարունակել չէր։ Իր նպատակը Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնել չէ, որտեվ այդ պատերազմը ինքը գործիք է Ռուսաստանում իրականացնելու իշխանափոխություն։ ԱՄՆ-ի նախորդ վարչակազմը, Բայդենի վարչակազմի նպատակը դա էր Եվրոպայի հետ միասին ուկրաինացի քաղաքացու կյանքի գնով Ռուսաստանում իրականացնել իշխանափոխություն։ Դա չեղավ։ Հիմա ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի նպատակը ինքը ուներ ստրատեգիական մի քանի խնդիր։ Արկտիկան 1 իր համար, որտեղ մրցակից է Ռուսաստանը, բայց դրա համար ինքը խնդիր չի դնում Արկտիկայում իր մասնակցության չափը մեծ տոկոսով ունենալու համար սեփականության իրավունքով Ռուսաստանը իրականացնի իշխանափոխություն։ Իր համար երկրորդ խնդիրը Չինաստան տնտեսություն։ Իր համար երրորդ խնդիրը իսլամ աշխարհում իր համար ոչ կառավարելի եւ իր թիվ 1 դաշնակից ներկա վարչակազմի դաշնակից Իսրայելի թիվ 1 հակառակորդ Իրանում իշխանափոխություն իրականացնելը։ Ես հիմա նորից եմ նշում. Արկտիկա, Չինաստան, Իրան։ Այստեղ Ուկրաինա ընդհանրապես չկա։ Բայց Տրամփի վարչակազմը նաև չի կարող հաշվի չնստել այն իրողության հետ, որ Բրիտանիան, եվրոպական երկրները, ՆԱՏՕ-ի անդամ երկրները եւ Ուկրաինան այնուամենայնիվ կարողացան հավաքական առումով կեցված դրսևորել եւ ԱՄՆ-ի նախագահի ցանկությունը պատերազմը կանգնեցնելու եւ չօգնելը, որ պատերազմը չշարունակվի, չաշխատեց։ ԱՄՆ-ի նախագահը այդ իրողության հետ հաշվի է նստում։ Այսինքն կռիվը այնտեղ շարունակվում է։ Եթե կռիվը շարունակվում է, իսկ ինքը ուղղակի մասնակցություն չունի, հա, ինչպես ասում են մայախատը սկրա է, ձեռքերը լվացել գնալ, բայց ամերիկացին ամերիկացի չի լինի, եթե ինքը ինչ չանի, փող չաշխատի պատերազմի վրա։ Ավասիկ հիմա եվրոպական հարկատուները աշխատացնում են ԱՄՆ-ի ռազմաարդյունաբերական համալիրը տասնյակ հարյուրավոր միլիարդավոր դոլարների պատվերներ տալու։ Բայց ԱՄՆ-ը ասում է, ես ուզում եմ որ կանգնեցվի։ Ինքը նորից եմ ասում, իր համար ստրատեգիականը Իրանն է, այս պահին, Իրանի միջոցով Չինաստանը եւ Ռուսաստանի հետ մրցակցությունը Արկտիկայում։ Իսկ Արկտիկայում, ասենք, ինքը մի երկու պետությունից ռեկետ է անի տարածքներ որոշակի։ Դանիայից օրինակ։